Հրապարակ թերթը գրում է. մեր տեղեկություններով ՔՊ ֆրակցիային հրահանգ է իջել այսուհետ բոլոր հարթակներից խոսել անցած 8 տարիների ընթացքում կառավարության արած գործերի մասին։ Հնարավորինս դրանք թմբկահարել, քաղաքացիներին անընդհատ ցույց տալ, թե ինչեր են արել իրենք։ Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանն էլ 3 նախընտրական քարոզարշավեր հիշեցնում, որի ընթացքում ԿՊԱ-ական երեսփոխանները նախապես համաձայնեցված հարցերով կառավարության անդամներին մղում էին ինքնագովեստի, թե որքան ահռելի աշխատանքներ են արել դպրոցաշինության, ճանապարհների կառուցման եւ այլ ոլորտներում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել։ Ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձավ, որ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը մերժել է գլխավոր դատախազության բողոքը։ Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ ՊԵԿ նախկին նախագահ տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը 300 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր, սակայն վերաքննիչը անփոփոխ է թողել որոշումը եւ ըստ էության մերժել է դատախազությանը։ Փաստ թերթը գրում է. նախորդային տեղեկություններ տարածվեցին, որ ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի պատվերով արված սոցիոլոգիական հարցման տվյալները չեն հրապարակվել։ Խնդիրն այն է, որ այդ հարցման արդյունքում արձանագրվել է փաշինյանական իշխանության վարկանիշի խայտառակ վիճակ։ Շատերն են նկատել, որ ընդհանրապես վերջին շրջանում իրենք իշխանություններն էլ են խուսափում ինչ-որ հարցումային տվյալներ հրապարակելուց։ Հրապարակ թերթը գրում է. տևական դեգերումներից հետո ԿՊ-ում գտել են հունիսի 7-ի համապետական ընտրությունների իրենց նախընտրական քարոզարշավի կարգախոսը, չնայած այդ մասին չեն թմբկահարում, սակայն այդ կարգախոսով պաստառներն արդեն մի քանի շաբաթ է տեղ են գտել Հայաստանի քաղաքների փողոցներում։ Խոսքը կապույտ ֆոնին գրված ընդամենը մեկ բառի խաղաղության մասին է, որի տակ Փաշինյանի մատներով ցուցադրվող սրտիկ նշանն է նկարված։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ժողովուրդ օրաթերթի տեղեկությունների համաձայն Հովհաննես Թամամյանին եւ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե են կանչել եւ առերեսում կազմակերպել։ Ժողովուրդ օրաթերթին հայտնի է դարձել, թե ում ցուցմունքի հիման վրա են ձերբակալել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանին։ Մասնավորապես ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն Թամամյանի դեմ ցուցմունք է տվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետ Էդուարդ Ասատրյանը։ Հրապարակ օրաթերթը գրում է. խորհրդարանը շուրջ 2 տարի է չի կարողանում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրել եւ համալրել հանձնաժողովում առկա թափուր պաշտոնը։ Այս ընթացքում օրենսդիրի դատին բազում թեկնածուներ են ներկայացվել, սակայն մեկը մյուսից ոչ կոմպետենտ, որոնք ծաղրի առարկա են դարձել խորհրդարանում քննություն տալու ժամանակ։ Վերջերս տեղեկություն տարածվեց, որ այդ գործընթացը միտումնավոր տապալման է տարել թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի անդամ Մարուսյակ Ջուլհակյանը, որը շուրջ 2 տարի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանի ընկերուհին է եւ չի ուզում այնպիսի մեկին աջակցել, որը կարող է ղեկավարել հանձնաժողովը եւ դուրս մղել սիրելի ընկերուհուն։ Տեղեկացանք, որ խորհրդարանը նոր թեկնածու է ստացել, որը իշխանականների հավաստման ոլորտի պրոֆեսիոնալ է։ Եփրեմ Կարապետյանը 2024 թվականին արտարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով նշանակվել էր ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման եւ մոնիտորինգի վարչության պետ։ Հրապարակ օրաթերթը գրում է. օրերս սկանդալային դեպք է արձանագրվել Արթիկ քրեակատարողական հիմնարկում հսկիչների սենյակում հայտնաբերվել են լսողական սարքեր, ժուչոկներ։ Հսկիչները դրանք փոխանցել են օրվա հերթապահ պատասխանատուին Վարդան Բալոյանին, պահանջելով այս մասին զեկուցել ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանին։ Ըստ շրջանառվող լուրերի դրանք տեղադրել են օպերատիվ աշխատողները, որոնցից մեկն այս պահին արձակուրդում է։ Իսկ արձակուրդի ժամանակ քրեակատարողական հիմնարկ մուտք գործել հնարավոր է միայն օպերատիվ բաժնի ղեկավարի թույլտվությամբ։ Սարքերն ըստ էության տեղադրվել են, որպեսզի գաղտնալսեն, թե ինչ են խոսում հսկիչները, ում հետ են շփվում եւ այլն։ Հսկիչների շրջանում սա որդոմունքի ալիք է բարձրացրել, պահանջել են, որ մեղավորները պատժվեն։